Ալեն Սիմոնյանն ասում է, երբ լինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, ադրբեջանցիներն էլ Հայաստանում։ Արդյոք համակարծիք եք Ալեն Սիմոնյանի հետ, կուզեիք ապրել Բաքվում կամ որ Հայաստանում ադրբեջանցիներ ապրեն։ Չի լինի։ Դեռ մեր վերքերը արնոտ են։ Մեզ այսեն որ ծնողը, որ հայ կգնա դրանց հետ բարեկամություն կանի կամ կշփվի։ Հնարավոր չի, ես չեմ հավատում։ Ես Բաքվում երբեք չէի ապրել, որովհետև Բաքուն այն երկիրն է, որը Աստված այսօր վերջն է բերելու այս չար մարդկանց։ Այո։ Երկար տարի մենք իրար հետ ապրել ենք։ Սեղլիկ ադրբեջանցի էր։ Նույն ձևի պետք է ապրենք։ Իրար հետ առևտուր անենք, ապրենք, խաղաղ ապրենք։ Խաղաղություն ենք ուզում։ Որ ժողովուրդը կարողանան ապրել։ Այսի ապրելակերպ չի։ Թուրք ստեկ գոյություն պետք է չունենա։ Ես իրանք խնդրեմ, որ ինքը անձամբ իր կոլեկտիվով այդան Բաքու ապրեն, ոչ թե ժողովրդին ստիպեն թուրքերը, որ գան մտնեն ստե։ Սա այդքան բան։ Կարելի է եւ ավելի բաներ ասել, որ եթե իրանք թուրք են, թող այդան ընդե ապրեն, ինչ գործ ունեն ստե։ Խին էս ամեն ինչ է փչացնում, հողը տվին, բանը տվին։ Էլ ինչ են Երևանն էլ տան։ Դե հրապարակն են տալու։ Հիմա էլ ասում են պետք է տան իրանք ռայոնները աշխատեն, թուրքերը կգան որպես վարչապետ ստեկ աշխատեն, մեր մոտ կաշխատեն, իր հոյակապ բան է, չէ, շատ լավ է։ Սարբեր երկրներ իրար սպանել են, բայց էլի բարեկամություն են անում, մի հատ ճանապարհ է։ Թուրքերը հայերից վախեցել են, սաղ կյանքով, թե Թուրքիայում, թե Ադրբեջանում։ Վախեցել են հայերից։ Թուրքը իմ թշնամին է, ցավը տանը, մետ Ալեն Սիմոնյանը լավ տղա էր, էդ ինչ եղավ։ Էդ ինչ եղավ իրան, Ալեն ջան, մի հատ հələ ուշադիր նայի, ախպեր, էս ինչ ես անում։ Այդ բանի ժամանակ Նիկոլի եղավ, ես էի ձեզ նկարում Եվրոնյուզ տանում։ Չլնող բան է, որտեվ թուրքը Մանվել Գրիգորյանից սովորեց, հիմա նույն բաները անում, ասում եմ, մի քիչ շատ գրավեմ, որ Եվրոպան ճնշի, մի քիչ հետ գամ։ Մեզնից սովորան է դրանք ով են եղել վաբշե, մենք ենք դրանց մարդ դարձրել, Վրաստանում մենակ 32 քաղաքապետ հայ են եղել, որը դուք այսօր ես ինչ դարակ, մի քիչ նորմալ եղեք է։ Եթե բոլոր երկրներում հայեր կան, թուրքեր կան, տարբեր ազգեր ապրում են, ինչու չէ որ, առաջ ոնց են ապրել այդ ադրբեջանցին, հայերը ինչա, բոլորը լավն են, կողքի հարևանին սպանում է, ճիշտ է։ Կարող է եւ ադրբեջանցին էլ լավ լինի, լավ վատ, առաջ ոնց ենք ապրում, բոլոր իրանց ապրանքները ստեղ էին վաճառում, մենք էլ լավ ապրում էինք։ Ես իմ ադրբեջաներեն մաքուր գիտեմ, բայց չեմ օգտագործում, ում հետ օգտագործեմ։ Ես հայ եմ, հայր կմնամ։ Ոչ մեկը չի գնա, եթե հնարավորություն չի, ապահովված չէ իրանց անվտանգությունը։ Իսկ այն կողմից եկողները իրանց ձենքը զրահով են գալու, իրանց թիկնապահներով են գալու, իրանց անվտանգությունը ապահովով են գալու, իրանց ներքին գործերի մինիստրության աշխատողներն են գալու, ու ինչքան է 300 տեղը 400,000 կգան, նրանք կգան, հայերը չեն գնա։ Ուղարկը մեզ պահանջի Բաքվի Արմենի քենդը, որտեղ ժամանակի եղել է 460,000, ինձ որ ծովից գցած մինչև Կիրովսկի պասյոլկա։ Թո պահանջի նա, խի պահանջում։ Ես նրան մաս չեմ հաշվանում, որ մի բան որոշել ենք, հետո։ Ոչ, ոնց կան հայեր ապրեն Ադրբեջանում, չեն կարող, մենք չենք կարել այդ մնանք։ Ոչ, առաջներում այտենց էր։ Համը դեին ապրում, համը ստեին ապրում, ես այնպես թաղամաս էի ապրում, որ համ հայերը ապրում, համ թուրք, ես ոչ մի բան չեմ կարող ասել։ Թուրքը մտավ ստեղ, արդեն մենք Հայաստան չենք ունենա բոլորովին։ Ոնց կարա թշնամին ապրի մեզ հետ, իհարկե ոչ։ Ոչ, ես 88 թվից Բաքվից եմ, գնացել Հարաբաղ։ Այն ժամանակ արդեն հնարավոր չլալ, մենք ապրեինք այնտեղ։ Այս պահին այլ եւս չեն կարելու, իրանք կգան ստեն ապրեն, իրանք համարձակություն ունեն, բայց մենք չենք կարել։ Ալեն Սիմոնյանը ընտանիքը վերցնի, այս ուրան ամբողջ խմբով Նիկոլի գլխավորության գնա Բաքու ապրի, տեսնամ ոնց կապրի, բայց իրանք ընդունեն, հա։